այստեղ դրված է լինելու կամ Հայաստան, ինձ համար, կամ չ-Հայաստան։ Խնդրեմ, պարոն Նահապետյան։ Ողջունում եմ մեզ լսողներին եւ դիտողներին այս ուշ ժամին Հայաստանի պահով արտերկրում նորմալ աշխատանքային, ինչևէ, այո, կարծում եմ հունիսի 7-ը մեր պետության, մեր երկրի, մեր ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար ամենավճռորոշ որոշում կայացնելու օրն է լինելու, որտեղ այդ ժամանակ է որոշվելու մեծ հաշվով Հայաստան պետության, Հայաստանի Հանրապետության ապագան։ Այդ ապագան մեզ համար բավականին վատ գույներով է, այսօր պատրաստվում այն է կամ դարձնել Ադրբեջանի ենթապետություն կամ Թուրքիայի վիլայետ, ամբողջովին քաղաքական, տնտեսական, անվտանգային առումով մտցնել այդ պետությունների կառավարման օրբիտայում, այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ենթադրենք եւ իր դաշնակից երկրները չեն որոշել, որ Հայաստանը կարող է ընդհանրապես կամ գոյություն չունենալ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կամ լուծարվում է, ընդ որում այդ գործընթացը հիմա էլ են տանում, հիմա էլ են պատրաստվում եւ նոր սահմանություն ընդունելու բուն իմաստը դա է, այն որ Ադրբեջանի նախագահը նախանցախնդիր կերպով պատրաստում է 1988-91 թվականի Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած թվով ըստ իրեն 300,000, իսկ իրականում Հայաստանից մոտ 112,000 ադրբեջանցի է դուրս եկել եւ դրան գումարած նրանց ժառանգները, դա մոտ 1 միլիոն է, ընդ որում 1 միլիոն թիվը վերացական թիվ չի, որովհետեւ 1 միլիոնի մասին անցյալ տարի սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի ասամբլեայի 60-րդ նստաշրջանի ժամանակ բարձրաձայնել է ալիևը 1 միլիոն մարդ։ Հիմա պատկերացնենք տեսականորեն Հայաստան հող է նախապատրաստում 1 միլիոնի վերադարձ, այդ 1 միլիոն նշանակում է տանիք, աշխատատեղ, անվտանգություն եւ տարածք, որտեղ այդ մարդիկ պետք է ապրեն։ Իսկ սա նշանակում է, որ եթե այնուամենայնիվ այդ process-ը գործնական հողի վրա դրվեց, որ Հայաստանի Հանրապետությունից մեծ արտագաղթ է լինելու։ Ես առավել քան համոզված ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեր ազգակիցները եւ ոչ միայն մեր ազգակիցները այնուամենայնիվ չեն կարող հաշտվել այն իրողության հետ, որ ադրբեջանցիների հետ պետք է ապրեն, նույնիսկ եթե տեսականորեն նայենք, նրանց բնակավայրերը որոշակի առումով գետոյացված լինեն, այսինքն կտրված բայց շփումներ պետք է լինի եւ այլն եւ այլն։ Վերջին հաշվով ցանկացած պետություն, երկու պետություն, որ պատերազմել են նույնիսկ տասնյակ տարիներ, վաղ թե ուշ կարողացել են ստեղծել կամուրջներ հարաբերվելու, շփվելու։ 100-ամյա Գերմանիայի միջև, այո։ Հիմա եւ այդ առումով պետք է հասկանալ, որ դրա համար ժամանակ է պետք, դրա համար սերունդներ են պետք, այնպես չի, մենք այն սերունդ ենք, որ այդ պատերազմի մեջով անցել է երկու պատերազմի եւ մեզ համար իրոք դժվար է, առավելից որ ադրբեջանցին սկզբունքորեն այստեղ գալիս է տիրոջ իրավունքով։ Եթե գար հյուրի կամ գար որոշակի առումով ոչ են իրավունքները ճոճելու, որ Ադրբեջանի նախագահը դրա մասին պարբերաբար բարձրաձայնում է, միգուցե մեզ մոտ հեշտ լիներ, հա, իրենց հետ հարաբերել, բայց դա Նահապետյան, կներեք շարունակելով այդ ձեր միտքը, հա, որ ասում եք 1 միլիոն Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնեց, 14 տարի ես եղել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, Եվրանեստի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստան Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, 14 տարի չի եղել որևէ նիստ այդ հարթակներում, որ ադրբեջանցի պատգամավորները չխոսեն ենթադրյալ 1 միլիոն փախստականների մասին։ Համաձայն եմ ձեզ հետ, այո, մենք չենք կարող տարածաշրջանից վերցնել Հայաստանը եւ տանել, ինչպես եւ Ադրբեջանը չի կարող տարածաշրջանից գնալ կամ Թուրքիան, մենք պիտի ապրենք այս տարածաշրջանում, բայց ես ուզում եմ ձեզ հարց տալ։ Նախորդին ես լսում էի այդ այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության հերթական համաժողովն էր Բաքվում կազմակերպել Ալիևը եւ նորից ինչ էր հայտարարում, ասում էր, որ
Ղարաբաղը վերադարձնելուց հետո այսօր Ադրբեջանի օրակարգի ամենակարևոր թիվ 1 հարցը 300,000 ադրբեջանցիների եւ նրանց սերունդների, որ կազմում են 1 միլիոն, վերադարձն է մեր պատմական հողեր եւ ավելացրեց, որ այս ռեգիոնում Հայաստան չի եղել, սրանք ադրբեջանական հողեր են եւ մենք այդ խնդիրը լուծելու ենք։ Իսկ այդտեղ նստած Յենի Ադրբեջանի իշխող կուսակցության Միլի Մեջլիսի պատգամավորը ընդհանրապես վերջերս էր հայտարարել, որ չհավատակ խաղաղության մասին հայերի հայտարարություններին, հայը պոտենցիալ մարդասպան է, հայը պոտենցիալ ահաբեկիչ է եւ հայի հետքը մեր տարածաշրջանից պիտի վերանա։ Իմ աչքի առաջա կար ադրբեջանցի կին պատգամավոր Գյուլթաքին Հաջիբեյլի։ Ես լսում էի, ասում էի, եթե ես այլ եվրոպացի լինեի, նա այնպիսի արժանահավատության պատմեց, ասեց ուրեմն Զորի Բալայանը, ես դա հիշում եմ, օրորոցից հանեց նորածին ադրբեջանցի երեխային, քարատեց եւ ասաց, ես իմ պարտքը կատարեցի մեր գեների առաջ։ Հիմա հարց ձեզ, երբ որ նույն Ալիևը ասում է մենք 44-օրյա պատերազմը հաղթեցինք ոչ միայն մեր բանակով, այլ որ 30 տարի մենք սերունդ կրթեցինք հայերի թշնամու հանդեպ ատելությամբ, ո՞նց եք դուք պատկերացնում այդ խաղաղությունը, միգուցե ես չեմ պատկերացնում։ Ուրեմն երբ Ալիևը ասում է, որ Հայաստանի Հանրապետության այժմյան սահմաններով տարածքը դա որևէ աղերս չունի հայերի հետ եւ հայերը այստեղ եկվոր են, այնուամենայնիվ այդ ձևակերպումները եւ այդ գնահատականները ինքը որոշակի հիմնավորում տիտա գոնեն իր ներքին սպառման համար, իր երկրի քաղաքացիների, իսկ ինչ սպառում է տալիս, կա արդյոք նման սպառում։ Եվ ընդհանրապես մեծ Ադրբեջան, որպես այդպեսին պատմական առումով եղել է, բարձում է չի եղել։ Բայց դեպքում ինչ է մատուցում գիտական, կրթական, քարոզչական ոլորտներում Ալիևը։ Բարձում է ցավոք սրտի դրա մասին բականին այսպես ուշ ենք իմանում, ես մի 2 տարի առաջ եմ իմացել դրա մասին։ 2011 թվականից Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 3 գիտնական ուղևորվում են Իտալիա, Հռոմ, Վատիկան, որտեղ որոշում էր կայացվել, որ իրենց տրամադրվում է արխիվ, ընդ որում նաև որտեղ կան գաղտնի փաստաթղթեր, այսինքն այդ փաստաթղթերը մատչելի չեն բոլորին, բայց այդ 3 գիտնականներին նման հնարավորություն ընձեռվում է։ Եվ այսպես 2011 թիվ, ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։ Հարյուրամյակներ առաջ ըստ տարածաշրջանում տեր ու տնօրինություն արել Պարսկաստանի Սեֆյանների այսպես շահական սերունդը, շահեր, որոնք պարսիկ չեն եղել ազգությամբ։ Տարբեր գնահատականներ կան, մի մասը ասում է Ալթայից եկած թուրքական ցեղերն են, բայց որոշակի այդպես նաև գնահատական կա, որ դրանք ավելի շուտ այդ տարածքներում ապրող քրդեր են եղել։ Ինչևէ 1502-1736 թիվ 234 տարի հսկայական կայսրություն է ստեղծում Սեֆյանների շահերը, ընդ որում Հայաստանից երբ մի քանի 100,000 հայ տարվում է մեր հարևան Իրան, Սեֆյանների շահերից մեկի Շահ Աբասի ժամանակ է եւ մեր գրողներն ու պոետներն ունեն ստեղծագործություններ, այո, Շահ Աբասի առաջը սուր, հետևը ջուր, այդ արաքսով որ տարվում, ինչևէ ուրեմն այստեղ բերվում է ազերիներ, որը իրանական բարձրավանդակի ժողովուրդ է, շիա մահմեդական, բայց թրքախոս Օսմանյան կայսրության ժամանակ իրենց խոսակցականը դարձել է թուրքերեն, բայց իրենք իրանական բարձրավանդակի ժողովուրդ են։ Ուրեմն պարզում է, որ այդ ժամանակ Վատիկանը բական լուրջ հարաբերություններ ունեն Սեֆյանների շահական ուրեմն կառավարիչների դինաստիայի հետ։ Մեկ անգամ է կոնֆլիկտ լինում, բայց Վատիկանը այդ կայսրությունը փորձում է օգտագործել իր նպատակները դեպի արևելք տարածելու եւ իրեն Սեֆյանների շահական դինաստիան սովորաբար դիտվել է որպես դաշնակիցներ։ Եվ ահա բնականաբար գրագրություն է եղել Վատիկան, Պարսկաստան։
Ուրեմն այս գիտնականներին տրվում են փաստաթղթեր, որտեղ գիրը բնականաբար արաբերեն տառերով է, բայց լեզուն ըստ արդեն ադրբեջանական աղբյուրների լեզուն ադրբեջաներն է։ Տրվում են փաստաթղթեր, որտեղ հիմնավորվում են, թե ադրբեջանական լեզուն, որը կայացել է պատկերացնում եք 16-րդ, 17-րդ, 18-րդ դար։ Իդեպ մեզ լսողներն ասենք, որ ադրբեջանական լեզուն պաշտոնապես ընդունվել է որպես լեզու 1936 թվականին, ոչ ավել եւ ոչ պակաս։ Եվ այսպես այդ անձանց տրվում են փաստաթղթեր, որոնք թարգմանվում են իդեպ երկու պետությունների միջև հարաբերություններ, լինի տնտեսական, ռազմական, անվտանգային այցելություններ եւ այլն։ Եվ հետաքրքիր այն է, որ դրանից հետո Ադրբեջանի Հանրապետության եւ Վատիկանի միջև բավականին խիստ եւ ջերմ հարաբերություններ են ստեղծում։ Այնքան ջերմ, որ Ադրբեջանը սկսում է Վատիկանում ինչ որ տնտեսական պրոյեկտներ անել, բարի գործություններ անում, տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրում Վատիկանում։ Ասենք ինչ գործ ունի մեծ հաշվով շիա մահմեդական Ադրբեջանը եւ Վատիկանը։ Ավելին այցելություններ Ալիևը երկրի երկրորդ դեմքը իր տիկինը Մեյրեբան Ալիևան գնում են Եվ Հռոմի Պապը ընդունում է։ Եվ Հռոմի Պապը, ավելին հետո Հռոմի Պապը նախկինը Ֆրանցիսկոսը գալիս է նաև Ադրբեջան, բացում է մի քանի կաթոլիկ եկեղեցիներ, մեծ արարողություններ, մեծ ընդունելություն, հարգանք, պատիվ եւ այլն։ Այսինքն անտրամաբանական ու անբնական ջերմություն։ Եվ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականների կողմից այդ բերած փաստաթղթերի թարգմանությամբ պարզում է, որ Սեֆյանների ժառանգության իրավաքաղաքական հաջորդողը կամ որ պետությունն է կրող ոչ ավել ոչ պակաս դիտվում է որպես Ադրբեջանը, թեև Ադրբեջան-Բաքու մայրաքաղաքով Սեֆյանների ժամանակ չի եղել։ Սեֆյանների մայրաքաղաքները, ասենք, Սպահանն է եղել, Թավրիզն է եղել, որտեղ ներկայիս Ադրբեջան, ազերիների բնակատեղին է։ Բայց կապ չունի, պարզում է, որ իրավաքաղաքական եւ պատմական ժառանգորդը դա ներկայիս Ադրբեջանն է։ Ավելին, երբ Ալիևը 2 տարի առաջ նման գնահատական տրվեց, շատերի մոտ, ասենք, ժպիտ, քմծի ծախ առաջացեց, երբ Ալիևը ասում էր, որ Դերբենտը իրենց պատմական հայրենիքի մի մասն է։ Դերբենտը Ռուսաստանի Դաշնությունում է, Դաղստանում է, Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկն է։ Պարզվում է, որ Սեֆյանների ժամանակ այդ քաղաքը Դերբենտը եղել է Սեֆյանների կայսրության մի մաս, ընդ որում կայսրության սահմանները այդպես զուտ պետություններով նկարագրեն Հարավային Կովկաս, Հյուսային Կովկասի մի մաս, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Միջինասիական 2-3 հանրապետություն եւ Իրանի մի մասը, որտեղ ներկայիս, ասենք, Սպահան եւ Թավրիզ կենտրոններն են, Սպահանը երկրորդ քաղաքն է Ադրբեջանի, ազերիները երկրորդ էթնիկ խումբն են Իրանում, այո։ Հատկապես Թավրիզի այդ ամբողջ ռեգիոնը այո։ Եվ հետեւաբար այստեղից հետևություն պարզում է, որ Ալիևը բավականին լուրջ հող է նախապատրաստել իր երկրի քաղաքացիների համար, որ այն գործողությունները, այդ թվում նաև ռազմական, որ անում են, այդ զին անձնակազմը եւ իր երկրի բնակչությունը ոչ թե օկուպանտ են, այլ ազատագրող, իրենց պատմական հայրենիքն են։ Իսկ դա էական տարբերություն է ցանկացած զինվորի եւ սպայի համար, որտեղ օկուպանտը երբ գնում է գրավել, ինքը սկզբունքորեն հոգեբանորեն պատրաստ չի հրամանը կատարել կյանքի գնով։ Իսկ եթե վտանգ կա ակնհայտ, որ գնահատում է, որ կարող է զոհվի, ինքը նահանջում է կամ փախնում է։ Իսկ եթե գնում ես ազատագրելու, դու պատրաստ ես զոհաբերվել։ Ավասիկ Ադրբեջանը 2011 թվականից ուրեմն գիտական, կրթական, քարոզչական հող է նախապատրաստել, որպեսզի այդ երկրի ցանկացած քաղաքացի դիտի այս տարածքները, այդ թվում եւ առաջներթին Հայաստանի Հանրապետությունը, որպես իրենց պատմական հայրենիքի մի մաս։ Ընդ որում իրենք իհարկե հիմա մտածում են, որ կայսրության իրավահաջորդ են, մի հզոր կայսրության։ Մենք Տիգրան Մեծի ժամանակներից 2000 տարի անց է, բայց այնուամենայնիվ մեր ներսում ինչ որ մի բան կա, երբ խոսում ենք, ասում ենք, այ Տիգրան Մեծի ժամանակները էսպես է եղել, հա, Հայաստանը էսպես, Տիգրան Մեծին աշխարհը ընդունել է էսպես եւ այլն։ Բա հիմա եթե մի փոքր հետ գնանք, ընդամենը 200-300 տարի առաջ ադրբեջանցի քաղաքացուն, գիտնականին, դպրոցականին, ուսուցչին հիմնավոր փաստարկված աղբյուրները Վատիկան հիմնավորում են, որ դու այդ կայսրության ժառանգն ես, կայսրության իմպերիայի ժառանգն ես, եւ գիտեք,
Փաստորեն սրանից հետո, երբ Ալիևը նման հայտ է ներկայացնում, եւ ասում է, որ այս քաղաքները, տարածքները իմն է, դրա իրավաքաղաքական հիմքը իհարկե կեղծելով Բաքու չի եղել, այս տարածքը չի եղել, նորից եմ ասում դա ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության տարածքները, բայց ինչևէ, հիմա իրենք հիմնավորում են, հավատում են, այնպես ինչպես իդեպ ուկրաինական ժողովրդի ցավոք սրտի, այդ ժողովրդի մի մասին հավատացրեցին մի բանի մեջ, որը իրականության չէր համապատասխանում եւ Ուկրաինան այն ավելի առաջ հիմա կանգնեց եւ նաեւ դրա հետևանք է։ Ես դրա համար եմ ասում, որ այս ամենին շատ ավելի լուրջ մենք պետք է նայենք։ Այո, եւ մի բան էլ ավելացնեմ, ձեր ասածը հաստատող վերջերս վերադարձա Քյորնից, այդպես փողոցով քայլում էի, կարևոր ինչ-որ նիստեր, հա, տեղահանված անձանց վերաբերյալ, տեսա բաց գրախանութ, մտա եւ այն ինչ-որ դուք հիմա ասում եք, նույնիսկ Եվրոպական միության մայրաքաղաքների եւ մեծ քաղաքների գրախանութներում Ադրբեջանը արդեն կարողացել է, իդեպ նաև այդ գրքերի հեղինակները ադրբեջանցի չէին, իրանք վարձում են եվրոպացի իբր անունավոր գիտնականների, որոնք արդեն ամբողջ ուրեմն օդանավակայանները տարբեր մայրաքաղաքների ողողված գրականությամբ Արցախի մշակութային ժառանգությունը, որ դա ալբանական, այդտեղ հայկական հետք չկա, մենք գիտենք նաև, կարծում եմ կխոսենք, որ իրենք ուղղակիորեն ոչնչացնում են հիմա Արցախի մշակութային ժառանգությունը, ես անձամբ քանի անգամ դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ պահանջել եմ, որ ինչ որ մի բանի ձայն հանեն, բադրջանի, պամիդորի, ծիծակի, մի բանի ձայն հանեն, որովհետեւ ուղակի բուլդուզերով իրանք այդ ամենը ոչնչացնում են, բայց նաեւ դրան իրանք գիտական հենք են տալիս